Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր մենք պիտի խոսենք Արագածոտնի մարզում վերջին 8 տարվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին, այսինքն շատ սեղմ խոսենք, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ ընդլայնված խոսելը գործնականում իրատեսական չի։ Արագածոտնի մարզպետի հետ ենք հիմա եթերում եւ այսպես 2018-ից 26 թվականները Արագածոտնի մարզում 157 միլիարդ դրամի կամ 424 միլիոն դոլարի ներդրումներ են իրականացրել։ Իհարկե մարզային ներդրում ասելով ասոցիատիվ առաջին ընկալում ենք սուբվենցիոն ծրագրերը, որոնք իրականում ծրագրերի փոքր մասն են, բայց հետաքրքիր է, որ ընկալումը, երբ որ ասում ենք մարզային ծրագիր, հասկանում ենք սուբվենցիոն ծրագիր, հիմա եւ թվերից էլ կպատկերացնենք, այսինքն 2018-ից 2026 թվականը 24 միլիարդ 800 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր ենք ներկայացրել, որը ընդհանուրի մեջ մեր իրականացրած ծախսերի 20%-ն էլ չի կազմում, եւ ըստ համայնքների, բայց ինքը բավականին խոշոր թիվ է, բայց արդեն մարզպետների հետ խոսակցությունից ինչ հասկացանք, տեսեք, նույն պատկերը պարոն Մովսիսյան, ինչքան հասկանում եմ, ունենք նաև Արագածոտնի մարզում, որտեղ 8 տարում իրականացվել է 24 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, բայց արդեն 2026 թվականի, ինչքան հասկացա, մենք 26 թվականի համար ինչքանի ծրագիր է ներկայացված։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, դուք ճիշտ եք, պարոն վարչապետ, սուբվենցիոն ծրագրերը առուձի բաժինի չեն բռնում, բայց արդյունավետությունը բավականին բարձր է։ Ես կասեի տեսանելիությունը, որտեղ մարդու բակ է մտնում իր աչքի առաջ։ Ու նաև համայն կառավարության համագործակցության արդյունքում ավելի արդյունավետ որոշումներ է կայացում, ու նաև համայնքները հաշվի են առնում կառավարության առաջնահերթությունը, որպեսզի տոկոսը ավելի ցածր իրանք վճարեն, կառավարության մասնաբաժինն ավելի շատ լինի։ Իսկ կառավարության առաջնահերթությունները հիմնականում վերջացած են ժողովրդի դարտու ցավից, բնական է։ Իսկ 26 թվականին 26 թվականին, պարոն վարչապետ, նախատեսվել է 23 միլիարդ 578 միլիոնի աշխատանք, այսինքն մենք պլանավորել ենք, որ այդքան ներկայացնենք, բայց այս պահին, որ արդեն ներկայացված է տկեն 14 միլիարդ 929 միլիոնի ծրագիր է ներկայացած, որից 2 միլիարդ 800 միլիոնը արդեն հաստատված է։ Ես նկատի ունեմ 8 տարվա մեջ 24 միլիարդի սուբվենցիոն ծրագիր է ներկայացվել, որի մեջ կառավարության մասնաբաժինն էլ կա։ Այսինքն համայնքի մասնաբաժին, դուք համայնքի մասնաբաժնով եք ասում թիվը, թե ներառյալ։ Չէ, ես ընդհանուր թիվն եմ ասում, սրանից։ Շատ լավ, 8 տարվա մեջ ներկայացվել է արվել է 24 միլիարդի, այս տարի մարզը ներկայացրել է 23 միլիարդ, այսինքն նույն թվի մասին։ Այսինքն բոլոր մարզերում մենք ինչ ենք տեսնում, որ բոլոր մարզերում 26 թվի ներկայացրած ծրագրերը ըստ էության ծավալով նախորդ 8 տարիների ծրագրի չափ են։ Սա նշանակում է, որ սուբվենցիոն ծրագրերի պրոցեսները արագանում են եւ այն ինչ որ նախորդի վարել ենք 8 տարում, առաջիկայում արվելու է ենթադրենք 3 տարում, որովհետև ծրագրերը հիմնականում 1-2 տարվա ծրագրեր են, չէ՞, այսինքն շատ քիչ ծրագիր կա, որ շարունակական է 3 տարվա համար։ 3 տարին մաքսիմումն եմ ես ասում։ Վարչապետ, դա իր բացատրություն ունի։ Մի քանի հանգամանքներից գալով, որ բավականին մեծ թիվ են վերջի տարին ու բոլոր մարզերում։ Նախ առաջինը դոտացիաներն են ավելացրել, այսինքն համայնք ավելի մեծ գումարով է կարող սուբվենցիա ներկայացնել։ Երկրորդը արդեն փորձառություն ունեն թե համայնքները, թե մարզպետի աշխատակազմը, թե նաև կառավարության մեր բոլոր ներկայացուցիչները, այսինքն հիմա համայնքը ոչ մի ծախս առանց սուբվենցիայի չի անում, որովհետև եթե գումարդ կարած կրկնապատկես, հերիք չի մի հատ դոտացիա ստանում ու կարած կրկնապատկես, խելամիտ է դիմել սուբվենցիայով ու չօգտագործել ուղիղ ձևով։ Այսինքն համատարած բոլոր համայնքները դիմում են սուբվենցիա եւ իրանց ունեցած գումարները օգտագործում են սուբվենցիայի միջոցով։ Այդտեղ ես կարծում եմ, ուրիշ գործոն էլ կա, նաև քաղաքացիները, ովքեր տեսնում են իրենց վճարած հարկը, ինչպես է վերադառնում իրենց եւ դառնում իրենց համար բակ, ճանապարհ, լուսավորություն, կոյուղի,
այդտեղ էլ համայնքների մենք սեփական եկամուտների աճել ունենք, չէ՞, բացի դոտացիա։ Այո, իհարկե, պարոն վարչապետ։ 18 թվականից եթե թվերը նայենք 300 միլիոնից մասնավորապես մեր մարզի մասին է խոսքը, պարոն վարչապետ, 18 թվականին 300 միլիոն ենք ներկայացրել, 378 միլիոն, ընդ որում համայնք կառավարությամբ։ Ու տենց կրկնապատկվելով մոտեցել ենք մինչև 7 միլիարդի, այս անգամ արդեն անցած տարվա համար 3 անգամ ավել։ Շատ լավ։ Հիմա նայենք թե ըստ համայնքների ինչքան սուբվենցիաներ են իրականացվել 2018-ից 26 թվականները աշտարակում 11.5 միլիարդ դրամի, որի 42%-ը ֆինանսավորվել է պետական բյուջեից, ապարանում 6 միլիարդ, որի 52%-ը ֆինանսավորվել է բյուջեից, Թալինում 4.9 միլիարդ, որի 57%-ը ֆինանսավորվել է բյուջեից, Ալագյազում 1.1 միլիարդ, որից 55%-ը ներողություն, որի 55%-ը ֆինանսավորվել է բյուջեից, Մեծաձորում կներեք 77% ֆինանսավորվել է կառավարության կողմից 81 միլիոն դրամի, Արևուտում 99 միլիոն, որի 80%-ը ֆինանսավորվել է բյուջեից, Ծաղկավիտում 742 միլիոն, որի 62%-ը ֆինանսավորվել է բյուջեից եւ Շամիրամում 212 միլիոն, որի 37%-ը ֆինանսավորվել է բյուջեից։ Հիմա նայենք ըստ ուղղությունների սուբվենցիայով ինչ ծրագրեր են իրականացվել։ Ճանապարհներ մայթեր 246 կիլոմետր, ջրամատակարարում 93 կիլոմետր, ոռոգման համակարգեր 40 կիլոմետր, փողոցային լուսավորություն 186 կիլոմետր, ֆոտովոլտային կայաններ 4 ծրագիր, նախադպրոցական հաստատություններ 18 ծրագիր, հասարակական շենքեր, հանրային կառույցներ 39 ծրագիր, բազմաբնակարան շենքեր 4 ծրագիր եւ 13 այգիներ, պուրակներ, հանգստյան գոտիներ եւ փողոց հանգստյան գոտիներ, այսինքն 13 ծրագիր, փողոցների նորոգում սալարկում 61000 քառակուսի մետր եւ գազաֆիկացում 188.6 կիլոմետր։ Դրանք կարծում եմ տպավորիչ ցուցանիշներ են, բայց նաեւ խոսենք արդեն տկեն ճանապարհային դեպարտամենտի կողմից իրականացված ծրագրերի մասին։ Արագածոտնի մարզում 2018-ից 2026 թվականները իրականացվել է 360 կիլոմետր ճանապարհի շինարարություն, 365 կիլոմետր։ Իհարկե այս ճանապարհներում ամենամեծ նշանակությունը ունի հյուսիս-հարավ ճանապարհի աշտարակ Գյումրի հատվածը, որի մասին շատ խոսել ենք, եւ երկու ծրագիրը իրար հետ 96 միլիոն դոլարի եւ իմ առաջին նշած թվի մեծ մասը իհարկե հյուսիսարավ ճանապարհին է գնում, բայց կա նաեւ այլ ճանապարհներ, որոնք նույնպես կարեւոր են, մասնավորապես Աշտարակ Փարպի Ղազարավան 11.5 կիլոմետր ճանապարհը, բայց դեռ չի ավարտվել, չէ՞։ Հիմա ընդհանուր հեսա կավարտվի, այս տարվա մեջ կավարտվի, դուք պարոն վարչապետ այցելել եք ճանապարհի սկիզբը ճիշտ է կանգնեցինք, բայց ինքը բավականին շատ կարևոր ճանապարհ է։ Խոռոմ Արտիկ Ալագյաս ճանապարհի 8.3 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում 1 միլիարդ դրամ արժեքով եւ այստեղ բայց մենք էլի կտորներ ունենք, չէ, այդ հատվածում, որ պետքա նորոգենք։ Դեպի Շիրակի մարզ գնացող հատվածները էլի կտոր ունենք, պետքա նորոգենք, բայց կարող եմ նշել, պարոն վարչապետ, դուք էլ կհիշեք, երևի թե այն ժամանակ, որ մենք գալիս էինք Ալագյաս կամ Ծաղկահովիտ ու երբ որ Թալին պիտի գնայինք, մենք հետ էինք դառնում, ապահանով, աշտարակով գնում էինք, որովհետեւ ճանապարհի վիճակը վատ էր, բայց վերջի անգամ ձեր այցի ժամանակ հիշում եք Շիրակի մարզով մենք մտանք ու կպանք մի անգամից Թալին։ Հաջորդը Կոշ վերին Սասոնիկ Լեռնարոտ ավտոճանապարհի 9.5 կիլոմետր հատվածը, որը ավարտված է, ավարտված է։ Այո, ավարտված է, պարոն վարչապետ։ Ես ուզում եմ հիշեցնել նաև, որ Երևան-Վանաձոր ճանապարհի վիճակը ինչ էր 2018 թվականի դրությամբ, որովհետև Երևան-Վանաձոր ճանապարհի մեծ մասն էլի Արագածոտնի մարզով անցնում եւ Օհանավանի հատվածը եւ Ապարան եւ մինչեւ Լոռու մարզ այդ ճանապարհահատվածները 2018 թվականից
կտոր նորոգվել են, հիմա լավ վիճակում է գտնվում ճանապարհը։ Այսօր ընդհանրապես Հայաստանում միջպետական նշանակության ճանապարհ վատ վիճակում գտնվող ես չեմ պատկերացնում։ Հիմա ասենք որ օրինակ Երևան-Սևան մայրուղին կամ Երևան-Գորիս մայրուղին, այնտեղ Երևան-Սևանում օրինակ վատ կտոր չկա, կա կտոր, որը զգում ես, որ ինչ որ այն որակի չի, բայց այս տարի արդեն միջին նորոգումը գնում է ու մեծ կտորով։ Այսինքն սեպտեմբերին լրիվ իդեալական կլինի։ Երևան-Գորիսում, եթե չեմ սխալվում, Իշխանասարից, Սիսանից Գորիս հատված մի կտոր կա, որը այն վիճակում չի, բայց հիմա այս տարի արդեն ծրագրի մեջ է եւ այդպես շարունակ։ Այսինքն գործնականում միջպետական նշանակության ճանապարհի հարցերը 2026 թվականի դրությամբ լուծված է, բայց կարևորը նա է, որ դա մենք այն տրամաբանությամբ չենք, որ հիմա դե կառուցեցինք, սպասենք միջև քայքայվի։ Ամեն կետում, երբ որ մենք տենում ենք, որ ճանապարհի ընդ որում մենք տեխնիկա ենք ձեռք բերել, որը այդ ճանապարհներով շրջում է, մեզ ասում է, այստեղ արդեն պետքա զբաղվեք այս ճանապարհով։ Շատ լավ, վերադառնալով նույն վիճակն էլ Արագածոտնի մարզում չի, միջպետականի հետ կապված մենք ընդհանրապես որը պրոբլեմա։ Ոչ մի խնդիր չունենք, պարոն վարչապետ, իմիջիալոց այդտեղ ծրագրերի շատ քիչ հատվածն է նշած, քանի որ ժամանակային առումով բնական հնարավոր չի բոլոր նշել, բայց կուզենայի հատկանշականներ նշեի, քանի որ դուք սկզբից եղել եք ու ինքը կանչ Հակո եզդիական փոքր համայնքներ կհիշեք, պարոն վարչապետ, եկել ենք աշխարհի հոյակապ ճանապարհ, հոյակապ։ Այդ 11 կիլոմետրի կարգի ճանապարհը, ուրեմն վերջի անգամ պարոն վարչապետ քարոզարշավի շրջանակներում տեղի 13 տնտեսություն կանչում էր, 15 տնտեսություն Հակոյում, այսինքն երկուսն իրար հետ 28 տնտեսություն։ Եթե ծախսել էինք երկուսն իրար հետ 1 միլիարդ 700 միլիոն, որ բաժանում էինք տնտեսությունների վրա, ամեն ընտանիքին մոտավորապես, եթե չսխալվեմ, 96 միլիոն գումար էր գալիս։ Այսինքն ամեն տանը այնտեղ բայց համայնքի բնակիչները խոստացան, որ այնտեղ ակտիվություն կլինի եւ նոր մարդիկ կային, նույնիսկ այլ արտերկրում ապրող մարդիկ կային, հյուր էին եկել, Հակոյում էր, եթե չեմ սխալվում, ասին, որ սենց է ուզում ենք վերադառնանք, խոստացել են, հույս ունեմ կվերադառնան։ Ես եմ վստահ։ Շատ լավ, հա, բայց հիմա ասենք որ տենց խոսացինք, բայց Աշտարակ Էջմիածին ճանապարհը ինչի չենք ասում։ Աշտարակ Էջմիածին ճանապարհն էլ էլի շատ կարևոր ճանապարհ է, հիմա նորոգել ենք, չէ՞։ Հենց հիմա էլի աշխատանքներն ընթանում են Արմավիրի հատվածում, բայց Արագածոտնի մարզի կտորը ավարտված է, չէ՞։ Ավարտված է, լավ վիճակ է, բայց Արմավիրի հատվածը այնպես է ստացվել, որ Արագածոտնի մարզի բնակիչներն ավելի շատ են օգտագործում դեպի аэроպորտ գնացող, ընդհանուր չնայած ճանապարհ։ Դա էլ է շատ լավ ճանապարհ, ընդ որում Երևանից անհաբեռնվածությունը, բնականաբար Աշտարակից օդանավական գնալը ավելի հարմար կլինի այդ ճանապարհով գնալ, կիլոմետրով կարող է մի քիչ ավել լինի նույնիսկ, բայց խցանումները բանը հաշվի առնելով հաստատ ավելի արագ կա։ Բոլորս տենց ենք պարոն վարչապետ։ Շատ լավ, հիմա անդրադառնանք դպրոցաշինության ծրագրի 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով իրականացվել կամ իրականացվում է 42 դպրոցի կառուցում կամ վերանորոգում, այդ թվում 34 դպրոց 8 կրթահամալիր։ Մանկապարտեզների մասով 49 մանկապարտեզ, նախակրթարանի կառուցում, վերանորոգում, այդ թվում Այդ թվում 21 մանկապարտեզ, 20 նախակրթարան, հեռախոսատիրում։ Հա։ 20 նախակրթարան եւ 8 մանկապարտեզ կրթահամալիրների կազմում։ Շինարարական աշխատանքները ավարտված են 8 դպրոցում եւ 17 մանկապարտեզում։ Ըստ համայնքների բաշխվածությունը ունի հետեւյալ տեսքը. Ալագյազում 2 կրթահամալիր, 1 մանկապարտեզ, 1 նախակրթարան։ Ալագյազում Ռեաթազա գյուղում կառուցվում է դպրոց, Ճարճակիսում կառուցվում է դպրոց։ Մանկապարտեզ Ալագյազում մոդուլային մանկապարտեզ կառուցված է, որի բացմանը ներկա են եղել, իդեպ հարևանությամբ նաև Ռոման եւ Մալխա Սամոյանների անվան մարզադպրոցն է կառուցվում, նաև ինչքան հասկացա, արդեն նաև դպրոց են կառուցել։ Այո, եւ Սադունցի հիմնական դպրոցում վերանորոգվում է դպրոցի հետ նախակրթարանը։
Աշտարակ համայնքում 2 կրթահամարի 12 դպրոց, 8 մանկապարտեզ, 6 նախակրթարան։ Աշխատանքները ավարտված են 2 դպրոցում, 3 մանկապարտեզում եւ 3 նախակրթարանում։ Ըստ բնակավայրերի Կարին բնակավայրում կառուցվում է կրթահամալիր, Նոր Ամանոսում կառուցվում է կրթահամալիր, Բազմախբյուրում վերանորոգվում է միջնակարգ դպրոցը, Սասոնիկում նոր դպրոց են կառուցել, մեր Հոյակերտ դպրոցներից մեկն է, այն դպրոցներից մեկն է, որի մասին ասում են, որ Հայաստանի պատմության մեջ նման դպրոցներ չեն եղել, իհարկե տիպային նախագծերն այդ դպրոցներից կապված չափերից տարբեր տեղեր ունեն, նույնն է մոդուլային դպրոցներ։ Արդեն կան, Արագածավանում էլ արդեն կա։ Արագածավանում է, այո։ Օհանավանում, հա ճիշտ է, Արագածավանն ավելի մեծ է։ Ավելի մեծ է։ Օհանավանում կառուցել ենք դպրոց, վերակառուցել ենք, որովհետև մի մասնաշենքը հին վերակառուցում ենք արել։ Հետո իհարկե բան արինք, փոշմանեցինք, մտածեցինք, որ ճիշտ կլիներ Օհանավանում լրիվ զրոյից դպրոց։ Այս հետո հանձնարարական տվեցիք, շատ բան փոխվեց, պարոն վարչապետ, հանրապետությունում արդեն այդ վերակառուցումները այտենց ակտուալ։ Օհանավանի դպրոցի փորձը մեզին ցույց տվեց սկզբից այն էր եզրակացությունը, որ շենքը ամուր է եւ այլն, բայց ընթացքում պարզվեց, որ պետք է ամրացման աշխատանքներ արվեն։ Դրանից հետո ես հանձնարարեցի, որ այնտեղ որտեղ հնարավոր է, այսինքն ավելի շատ հակված ենք զրոյից դպրոց կառուցել, որովհետեւ նոր որակ է ստացվում, թեկուզ այլ տեղում, համայնքում այլ տեղում։ Շատ լավ, Աշտարակի ավագ դպրոցը վերակառուցվում է, Ագարակի միջնակարգ դպրոցը վերակառուցվում է, Աղցքի միջնակարգ դպրոցը վերանորոգվում է, Նոր Եդեսայի միջնակարգ դպրոցը կառուցվում է, Ուշի միջնակարգ դպրոցը վերանորոգվում է, Փարպի միջնակարգ դպրոցը վերանորոգվում է, Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցը հիմնական կառուցվում է զրոյից, Ոսկեվազի միջնակարգ դպրոցը վերանորոգվում է, Արուճի միջնակարգ դպրոցը վերանորոգվում է։ Հիմա մանկապարտեզները Աշտարակի, Ուշի մանկապարտեզը վերանորոգված է, գնացել եք բացում արել ենք, Արագածոտնի մանկապարտեզը վերանորոգված է, եղել եք Արագածոտնում չենք եղել։ Բայց արդեն աշխատում է։ Դեռ չի աշխատում, բայց աշխատանքները։ Բայց շինարարական աշխատանքները ավարտված է։ Արտաշավանի մանկապարտեզը վերանորոգված է, աշխատում է Արտաշավանի մանկապարտեզը։ Այո, աշխատում է, պարոն վարչապետ։ Դուք Աշտարակի թիվ 4 մանկապարտեզը վերանորոգման ընթացքի մեջ է, Ոսկեհատի մանկապարտեզը վերանորոգման ընթացքի մեջ է, Աշտարակի թիվ 1 մանկապարտեզը վերանորոգման ընթացքի մեջ է, Աշտարակի թիվ 5 մանկապարտեզը վերանորոգման ընթացքի մեջ է, Կարբիի մանկապարտեզը կառուցվում է, Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցի շենքում արդեն նախակրթարանը վերանորոգված է, Բյուրականի միջնակարգ դպրոցի շենքում վերանորոգված նախակրթարան ունենք, Մուղնի հիմնական դպրոցի շենքում վերանորոգված նախակրթարան ունենք, Փարպի միջնակարգ դպրոցի շենքում վերանորոգվում է նախակրթարանը, Լեռնարոտի միջնակարգ դպրոցը շենքում նախակրթարանը վերանորոգվում է, Օրգովի միջնակարգ դպրոցի շենքում նախակրթարանը վերանորոգվում է։ Հիմա ապարանում նայենք ինչա կատարվում, 1 կրթահամալիրի 8 դպրոցի 6 մանկապարտեզի 4 նախակրթարանի ծրագիր ունենք։ Վարդենոտ գյուղում ապարանի խոշորացված համայնքի դպրոցակառուցվում, Արագածում թիվ 2 դպրոցը վերանորոգված է, Երնջատափի միջնակարգ դպրոցը վերանորոգված է, գործում են երկուսն էլ։ Այո, պարոն վարչապետ, Երնջատափին վերջի անգամ մենք եղել ենք իրար հետ, կողքին մանկապարտեզ դիվանում ենք, որոշեցինք։ Մելիք գյուղում միջնակարգ դպրոցը վերանորոգվում է, Վարդենիսում միջնակարգ դպրոցը վերանորոգվում է, Քուչակի միջնակարգ դպրոցը վերանորոգվում է, Լուսագյուղի միջնակարգ դպրոցը կառուցման ընթացքի մեջ է, Շենավանի միջնակարգ դպրոցը կառուցվում է եւ Ապարանի թիվ 1 դպրոցը կառուցվում է։ Ապարան համայնքում մանկապարտեզ նախակրթարանների մասով, Շենավան բնակավայրում կառուցվում է մանկապարտեզը, Մելիք գյուղում կառուցվում է մանկապարտեզ, Ապարանի թիվ 1 մանկապարտեզը վերանորոգվում է, Հարթավանի
մանկապարտեզը վերանորոգվում է, Քուչակի մանկապարտեզը վերանորոգվում է, այսինքն բոլոր ընթացքի մեջ է։ Ընթացքի մեջ է։ Արագածի մանկապարտեզը կառուցման ընթացքի մեջ է, Ապարանի թիվ 2 հիմնական դպրոցի շենքում նախակրթարանը վերանորոգված է, գործում է, Երնջատափի միջնակարգ դպրոցի շենքում նախակրթարանը վերանորոգված է, գործում է, Քուչակի միջնակարգ դպրոցի շենքում դպրոցի հետ նորոգվում է եւ Վարդենիսի միջնակարգ դպրոցի շենքում դպրոցի հետ նորոգվում է։ Հիմա Թալինում 3 կրթահամալիր, 12 դպրոց, 4 մանկապարտեզ, 5 նախակրթարան ծրագիր ունենք։ Ագարակավանում կառուցվում է կրթահամալիր, Զարինջայում կրթահամալիր է կառուցվում, Հացաշենում կառուցվում է կրթահամալիր, Լուսակնում կառուցված է միջնակարգ դպրոց 100 աշակերտի կարողությամբ աշխատում է արդեն։ Այո, աշխատում է, պարոն վարչապետ։ Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը կառուցված է եւ գործում է։ Այո, մեկ Այդ Արագածավան, որ գնացինք, այդ մեծ դպրոցը։ Թալինի 120-ին Թալինի ավագ դպրոցը վերանորոգված է, Մաստարայի դպրոցը վերանորոգված է, Գառնահովիտի միջնակարգ դպրոցը կառուցման ընթացքի մեջ է, էլի երկար է տևում։ Գառնահովիտը Էլիշինարետ պրոբլեմն է։ Փոխել ենք հիմա 90% աշխատանքներն արած 18-19 թվականից Գառնահովիտը չենք վերջացնում։ Ներքին Սաշնարսենի դպրոցը կառուցվում է, Արտենի թիվ 1 դպրոցը վերանորոգվում է, Թալինի թիվ 1 դպրոցը վերանորոգվում է, Կաքավաձորի թիվ միջնակարգ դպրոցը վերանորոգվում է, Թալինի միջնակարգ դպրոցը կառուցվում է, Արագածավանի թիվ 2 դպրոցը կառուցվում է, Արագածավանում մի դպրոցը կառուցել ենք, մի դպրոցն ընթացքի մեջ է։ Դպրոց կա, երկուսն է բավական։ Եվ ներքին բազմաբերդում վերանորոգման ընթացքի մեջ է։ Հիմա Թալինում մանկապարտեզների ծրագիրը, Ոսկե Թաս համայնքում կառուցվում է մանկապարտեզ, Կաթնախբյուրում վերանորոգվում է, Թալինում վերակառուցվում է, Կաքավաձորում կառուցվում է 0-ից, Ցամաքասարում վերանորոգված է եւ աշխատում է, հա։ Այո։ Կարմրաշենի միջնակարգ դպրոցի շենքում նախակրթարանը դպրոցի հետ նորոգվում է, Ագարակավանի միջնակարգ դպրոցի շենքում վերանորոգված է նախակրթարանը եւ Աշնակի միջնակարգ դպրոցի շենքում վերանորոգված է, Թալինի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքում նախակրթարանը նորոգված է։ Հիմա Ծաղկահովիտ համայնքում 2 դպրոցի, 2 մանկապարտեզի, 4 նախակրթարանի ծրագիր։ Հնաբերդ բնակավայրում կառուցվում է դպրոցը 0-ից, Բերքարատում վերանորոգվում է դպրոցը, մանկապարտեզների մասով, Ծիլքարում կառուցվում է 0-ից մանկապարտեզ, Գեղադիրում կառուցվում է 0-ից մանկապարտեզ եւ Գեղադիրի միջնակարգ դպրոցում վերանորոգված դպրոցում կա նաեւ վերանորոգված նախակրթարան, Գեղարոտի միջնակարգ դպրոցի վերանորոգված շենքում վերանորոգված է նախակրթարանը, Լեռնապարի միջնակարգ դպրոցի շենքում ունենք նորոգված եւ գործող նախակրթարան եւ Վարդաբլուրի միջնակարգ դպրոցի շենքում վերանորոգված նախակրթարան։ Հիմա անցնենք Արագածոտնի մարզի դպրոցների հետ կապված կա մեկնաբանություն։ Պարոն վարչապետ, մենակ կարող եմ ավելացնել, այստեղ ձեր մոտ տեղեկանքում նշված է այն դպրոցները, որտեղ որ ֆիզիկական կամ պատրաստ են կամ ֆիզիկական արդեն աշխատանքներ է իրականացվում, բայց եւս 5 դպրոց կա, որ անդառնալության կետը անցել ենք, այսինքն հաստատված է, մրցույթը շահել են եւ աշխատանքները պիտի սկսենք։ Դե պարզ առաջին 300-ից հետո ասել ենք, որ 2-300 դպրոցը Պարզավոր Արագածոտնի մարզում էլ կլինի։ Այսինքն ինչ որ դուք ասեցիք, պարոն վարչապետ, բացի դրանից էլի 5 ունենք, ծրագրերը այսպայն որ դուք ներկայացնում եք, այդ ծրագրերն են, որ կամ վերջացրած են կամ արդեն ընթացքի մեջ ֆիզիկական աշխատանքներ են տարած։ Շատ լավ։ Հիմա նայենք առողջապահական հիմնարկները, ինչ են կարել Արագածոտնի մարզում։ Աշտարակի պոլիկլինիկա եւ դիահերձարանի կառուցում արդեն ընդունված է, ավարտված է։ Աշխատում է։ Աշտարակի ԲԿ նոր մասնաշենքի կառուցում, որը շինարարական մրցույթի փուլում է։ Կողքներ, չէ՞, հարևան։ Կողքներ հենց։ Ոսկեված բնակավայրի ամբուլատորիայի կառուցում կավարտվի այս տարվա դեկտեմբերի, նոր Երզնկա բնակավայրի ամբուլատորիայի կառուցում
Աշխատանքները կմեկնարկել են արդեն։ Դեռ չեն մեկնարկել, երևի մի շաբաթից կմեկնարկեն, դե նվիրատվության հետ կապված հարց կար, դե պլանավորում ենք մինչև տարվա վերջ դեկտեմբեր-հունվարին կավարտենք։ Եվ Թալինի բժշկական կենտրոնի վերակառուցում գնացել ենք, բացումը արել ենք։ Մաստարա բնակավայրի ամբուլատորիաների կառուցում։ Ամբուլատորիա, մեկ ամբուլատորիա։ Աշխատանքները կավարտվեն դեկտեմբերին եւ Ծաղկահովիտին բժշկական կենտրոնի կառուցում նախատեսված է, որ սեպտեմբերին աշխատանքները կավարտվեն։ Ծաղկահովիտն է շուտ վերջացրածնենք, բան վարչապետելի շինարարների հետ կապված խնդիրները։ Դե տեսեք, այսքան շինարարական պրոյեկտներ, այսքան էլ պետք է ավելանա։ Սա շատ կարևոր է, Հայաստանի շինարարական ուժ է պետք եւ շինարարական ընկերություններ են պետք, որտեղ մեծ գնալով ծավալները մեծանում են եւ սա էլ պետք է նկատի ունենալ։ Ու նաև հրատապ ծրագրեր են 576 դրամ արժեքով իրականացվել, կա ինչ որ հիշարժան բան, որ հիշարժան կարող եմ նշել, պարոն վարչապետ, որ մեր ձեր Շամիրամ այցելության ժամանակ ժողովուրդը խնդրեց գազի հետ կապված հարցը դուք հանձնարարական տվեցիք, հրատապ ծրագրով արդեն Շամիրամում գազ ունենք, քաշել ենք, ծրագիրը ավարտված է, միացումները դեռ տված չի, բայց ավարտված է, լրիվ աշխատանքներն ավարտված են։ Հիմնականում նաև ապանի քամիների հետ կապված բազմաբնական շենքերի տանիքների վերանորոգման համար 130 միլիոն կառավարությունը հատկացրել էր, փոխանցել ենք համայնքապետանին, ճիշտ է ամբողջ աշխատանքների համար դա բավարար չէր, բայց հիմնական մեծ առույցի բաժին հարցերը լուծվել էր բազմաբնական շենքերի, այդ հրատապ հարցերն են լուծվել հիմնական։ Հիմա ոռոգման եւ ջրամատակարարման համակարգերի մասին իրականացվել է ընդհանուր առմամբ 4.2 միլիարդ դրամի աշխատանքներ եւ մասնավորապես իրականացվել են այդ թվում 13.8 կիլոմետր ջրամատակարարման համակարգ է կառուցվել, նորոգվել, հիմնանորոգվել, 51.6 կիլոմետր ոռոգման համակարգ, Թալին 1 պոմպակայանի վերականգնման աշխատանքներ են իրականացվել, տեղադրվել են 4 մեծ եւ 1 փոքր պոմպեր, անհատական մուտքագծեր 800 մետր եւ 145 հատ տնային միացումներ։ Մարզում իրականացվել են առավել խոշոր հետեւյալ 3 կապիտալ ծրագրերը. Աշտարակի մարջրանցքի 2 կիլոմետրանոց հատվածի վերանորոգում, Արագածոտնի մարզի Թալինի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներ, Թալին 1 պոմպակայանի վերականգնման աշխատանքներ։ Սրանք ոռոգման հետ կապված եւ ջրամատակարարման հետ կապված ոչ սուբվենցիոն ծրագրերն են, թե սուբվենցիոն։ Սա պետական ծրագրով արած, պետական են ծրագրով արած ու կցանկանայի նշել, պարոն վարչապետ, որ Աշտարակի մարջրանցքի վերակառուցումը շատ կարևոր էր, որովհետեւ նույնիսկ այն վիճակ էր, որ հանկարծ փլուզվեր, հնարավոր էր, որ նույնիսկ խնդիրներ ունենային բավականին լուրջ։ Շատ լավ։ Հիմա հուշարձաններին անդրադառնանք։ Ամբերտ ամրոցի պեղումներ, Ամբերտի վթարային հատվածների ամրակայուն տարածքի բարեկարգում, սա ընթացքի մեջ է։ Ընթացքի մեջ է, բայց պարոն վարչապետ, ցանկանամ նշել, քանի որ մեր ժողովուրդը մեզ նայում է, բայց արդեն Ամբերտի դռները բացել էր մեր ժողովրդի համար, արդեն կարող են գնալ, ուղղակի շինարարական աշխատանքները որոշ չափով սահմանափակումներ կմտցնեն մարդկանց տուրիստներին այցելության համար, բայց որտեղ որ թույլատրելի կլինի, մենք կարող ենք գնալ, հույս ունեմ լավ է ստացվել, որտեղ գոնե մոտեցումները եւ այլն եղել եք, դուք տեսել եք։ Եղել եմ մի ամիս առաջ մոտավորապես։ Շատ լավ։ Ագարակ հնավայրի եկեղեցու պեղումներ, Ագարակ հնավայրի վաղ բրոնզե դարի կացարանների միջնադարյան համալիրի եւ պարսպապատի վերականգնում եւ ամրակայում ավարտվել է 2025 թվականին։ Արուջի Սուրբ Գրիգոր եկեղեցու Թմբուկի ժամանակավոր պաշտպանի ծածկի իրականացում ավարտվել է 2025 թվականին։ Արուջի Սուրբ Գրիգոր եկեղեցում մենք աշխատանքներ նոր անելու ենք, որովհետև ամեն տարի հունվարի 6-ին այնտեղ իրականացնում ենք հոգևոր երաժշտության փառատոն եւ ստացված է եւ կարծում եմ Արուջի մեր սիրելի բնակիչները սիրել են, չէ՞, այդ փառատոնը։ Ոչ միայն արդեն Արուջի բնակիչներն են ամեն տարի հունվարի 6-ին սպասում, այլ ամբողջ Արագածոտնի մարզը, շատ լավ փառատոն է, բայց
եկեղեցին չգործող եկեղեցի, այսինքն ինքը պատմամշակութային հուշարձանը մեզ մի քիչ ազատություններ է տալիս, որ այնտեղ նաև ներսում իհարկե վերականգնման աշխատանքներ անենք եւ ամեն տարի ավելի ջեռուցման համակարգ լինի եւ այլն, որ ավելի հարմարավետ պայմաններում եւ մեր սիրելի երգիչները, որովհետեւ ստիպված են լինում վերարկուներով եւ այլն, այսինքն տենց տարի միանգամից չի արվի, ելի եմ ասել, հուշարձաններում աշխատանքը ինքը շատ նուրբ աշխատանք է, այնպես չի, որ մտար, սվաղեցիր, դուս եկար, արագ ավարտեցիր, այստեղ ինչպես ասում են, ոսկերչական աշխատանք պետք է արվի, բայց ակնհայտ է, որ Արուճի հոգևոր երաժշտության փառատոնը կայացել է եւ ամեն տարի հունվարի 6-ին երեկոյան արդեն այնտեղ ենք եւ կկայանա եւ հույս ունեմ կընդլայնվի նաեւ փառատոնը եւ պետքա Սուրբ Գրիգորի եկեղեցին պետքա բերել պատշաճ տեսքի որ նաեւ փառատոնը լիարժեք կազմակերպվի ներսում իհարկե այնտեղ արդեն տոնավաճառ պետքա դառնա ոչ թե հյուրասիրություն Այսինքն տոնավաճառը նաև հյուրասիրության մաս պետք է ունենա, բայց մենք ուզում ենք, որ մարդկանց եկամուտներն էլ ավելանա։ Ի վերջո մենք մարդկանց համար ենք անում, որ այդքան մարդկանց խոսք հյուրատուն լինի, հյուրասիրություն լինի, նկատի ունեմ մարդկանց եկամուտները ավելանան, վաճառք տեղի ունենա։ Շատ լավ, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու վթարային պատի, Արևելյան Պարսպապատի ամրակայում եւ հարավային շքամուտքի վերականգնում ավարտվել է 2025 թվականին։ Փարպի համայնքի 5-րդ դարի ծիրանավոր եկեղեցու ամրակայում վերականգնում եւ տարածքի բարեկարգում այս տարի կավարտենք աղցք հայոց արքաների դամբարանի եւ հնավայրի ամրակայում վերականգնում եւ տարածքի բարեկարգում մշակվել են նախագծանախաշվային փաստաթղթեր մեր պետության եւ պետականության համար բացառիկ նշանակություն ունեցող հուշարձան է Այստեղ իհարկե երկար ժամանակ աշխատանքներ արվում են, բայց էլի այս են դեպքն է, որ ոսկերչական, շատ դանդաղ առանց շտապելու, որ հանկարծ մի բան չվնասենք։ Հովանավան համայնքի Հովանավանքի Պարսպապատերի կից կառույցների նորոգում ամրակայում վերականգնում եւ տարածքի բարեկարգում մշակվել են նախագծանախաշվային փաստաթղթեր, այսինքն բուն աշխատանքները դեռ չեն սկսվել։ Եվ ամփոփենք Արագածնաց չենք ամփոփում, սահմանամերձ բնակավայրերի 16 միլիոն լիր ունենք, դոտացիաների մասով, ուրեմն 2018 թվականին Արագածոտնի մարզին հատկացվել է 2.4 միլիարդ դրամ դոտացիա, իսկ արդեն 2026 թվականի բյուջեով նախատեսված է 8.2 միլիարդ, 5.8 միլիարդով կամ 3.3 անգամ դոտացիաները ավելացել են։ Աճը ըստ համայնքների աշտարակում ավելացել է 2.7 միլիարդով կամ 257%-ով, Թալինում 1.6 միլիարդով կամ 255%-ով, Ապարանում 794 միլիոնով կամ 181%-ով, Ծաղկավիթում 319 միլիոն դրամով կամ 176%-ով դոտացիաների ավելացումներն են սրանք։ Ալագյազը 177 միլիոն դրամով կամ 245%-ով, Մեծաձորում 42 միլիոն դրամով կամ 575%-ով, Արևուտում 28 միլիոն դրամով կամ 135%-ով, Շամիրամում 14.4 միլիոն դրամով կամ 40%-ով։ Սա այո նաև պատճառ է դառնում, որպեսզի սուբվենցիոն ծրագրերը ավելի մեծանան, ինչը լավ է, ուրախ ենք։ Եվ դուք գիտեք, որ ճիշտ է սահմանամերձ Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայր չունենք Թալինում, բայց նաև դպրոցների կառուցման համատեքստում մենք 16 միլիոնների քվոտաներ ենք բացել։ Եվ ըստ այդմ մենք Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Լուսակն, Հացաշեն, Սորիկ բնակավայրերում համապատասխանաբար 13-10 ընդհանուր առմամբ, այսինքն 33 տան քվոտա ենք բացել 16 միլիոնի համար եւ այնտեղ կառուցված դպրոցներ Լուսականում դպրոց ունենք։ Կառուցված դպրոց ունենք արդեն գործող եւ երիտասարդ ընտանիքների հրավիրում են գնալ այնտեղ պետական բյուջեի միջոցներով տուն կառուցել եւ երեխաներին ուղարկել
նորակառույց Հոյակերտ դպրոց։ Այս լուսակնի շինարարության ժամանակ պարոն վարչապետ դուք այցելել եք ու այդ ծրագրի Բայց բացման է եղել, է։ բացմանը չեք եղել Բայց արդեն պատրաստ է։ պատրաստ Տիկին Անդրեասյանի հետ են գնացել բացմանը եղել, որպեսզի դասընթացը հետ չընկներ, դուք ասացիք, որ բացում արեք ժանրաժեշտություն ունի, որովհետև զբաղվածության պատճառով այս քվոտան, որ իջեցվել է, պարոն վարչապետ, բավականին կարևոր է եւ դուք այդ ժամանակ հանրականություն կա։ Դեռ չէ նոր է իջացրած քվոտան, դեռ աշխատանքները չենք սկսել, բայց ես վստահ եմ, որ էսի շատ արագ հենց ստարտ տվեցինք արդեն 33 տեղն էլ հեռանալու այդ ժամանակ։ Շատ մարդիկ կան, ովքեր բնակարանաշինության տան հարց են բարձրացնում, հիմա օրինակ կարող են փորձել օգտվել այս ծրագրից, իհարկե այնտեղ չափանիշներ կան եւ պետքա չափանիշներին համապատասխանեն, բայց սա փորձնական մենք դպրոցների շուրջ արել ենք առաջինը վայք խոշորացված համայնքի գոմք բնակավայրում եւ ելի սկսում ենք այս ծրագիրը հետագա ընթացքի մասին էլ կտեսնենք։ Բան ունենք ավելացնելու, ստեյցիան ասեցինք, չէ՞ ամեն ինչ։ Չէ, ոչ պարոն վարչապետ։ Շատ լավ, շնորհակալ ենք Արալգածոտնի մարզի մեր սիրելի հայրենակիցներ եւ այսպեսին էր այսօրվա մեր ամփոփումը 2018-ից 2026 թվականների արված աշխատանքների, իհարկե էլի բաներ կան, շերտեր կան, որոնց մասին չենք խոսում, որպեսզի նաեւ շատ երկար չտևի մեր եթերները, այսքանը սիրում եմ բոլորիդ, լավ եղեք։